Թալանչի ասում նախկիններին ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները, տեսնում եք ԿՊԱ-կան պաշտոնյաների ցոփ ու շվայտ կյանքը։ Երբ որ իշխանությունը ավարտի, շուտ թե ուշ ավարտելու է, չի հարատևելու, չգիտեմ։ Այն ժամանակ նոր կերևա ով էր թալանչին, ով ինչ ուներ, ինչով եկավ եւ ինչ մնաց։ Բայց հիմիկ մարդկանց դատապարտում են, որ ամբողջ կյանքներն աշխատել են, ներեն դրել, ստեղծել են միլիարդեր, 37 թիվն է գալի, կուլակաթափ են անում, ինչի նման է, չի նայվում էլի։ Այն 2-3 ծատտվողներին հա թալան են, կարողա մեկը վիրավորված է, մեկը չգիտեմ ինչ է, բայց այդպես չէ էլի։ Մարդիկ աշխատատեղեր։ Հիմա կոնկրետ աշխատատեղեր են փակվում, որը որ իրար հետ հարաբերություններ են լուծում, բայց արանքով մարդիկ են դժում, չէ՞։ Հազարավոր մարդիկ մնում են անգոտ։ Վայ, կներեք, իր անունը մի տվեք։ Իր անունը մի տվեք։ Թալանչինել են, գողնել են, ավազակնել են, թուրքնել են, արդեն չգիտես ինչ ասես։ Թուրք ասես, թուրքը իր հայրենիքի համար ամեն ինչ անում է, չես հասկանում ինչ ազգից են։ Որ սենց կոպտ ասած սրտին են, նուրբ լարերին, որ կպնում եք մարդկանց, դա շատ ցավոտ տեղ է, շատ։ Ոնց որ ընտրությունները բանը, այդ նույն բանն է, 180 աշճանով հակառակը իրանց ասածներից իրանք են անում։ Իրանց այդ ապրելակերպից բանից երևում է, որ ես իրաց չէի ճանաչում միջև այդ։ Հիմա վերջը իրեն շատ լավ էլ ապրում են։ Դե տեսանելի այդ պարգևավճարներն է տեսանելի, այդ միանշանակ։ Դե բացի դրանից այդ լրատվականներում մեկ փաստերով բանով ասում են։ Ինքը կաշառված է, հենց սկզբանը։ Հենց այդ նպատակով եկել է, որ հայերին ոչնչացին։ Այդ ճանապարհին է։ Մեր հայերը չեն խրատվում։ Միշտ այդպես խաբելով վերջի հողակտորներ են ուզում վաճառել։ Վերացավ թալանը մեր երկրից։ Ոչ։ Ոնց վերացավ։ Ավելի է խորտակում։ 75 տարեկան մարդ եմ, ես 85, ես առաջի անգամ ասում եմ, մի մարդ իրան դուման փող դուսոն է մեկին դա։ Չի եղել է, խոզմա պրեզիդենտինի, Ոզմանի իրան դուբում, որտեղ է լինի, որ ուլիջի դա։ Հիմիկ որտեղ է տանակ, գնում ասման, կեզ այդքան առաջված գտամ, այդ մեկին այդքան գտամ, այդ մեկին բեն չի եղել, բայց մենք կա։ Այդ փողնան որտեղ է դա, ախվե։